Հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքի Prime Hall համալիրում կայացավ մեծ ձևով շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհուրդը ներկայացրեց կազմակերպության հիմնադրումից առ այսօր իրականացված նախաձեռնությունները, կատարված աշխատանքի հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու նոր ռազմավարական ուղղությունները։ Շատ ինձ թվում է հետաքրքիր օրեր ունեցանք, շատ հետաքրքիր դիպվածներ ունեցանք եւ նաեւ շատերդ երևի տեսաք, որ մեզ որպես խորհրդատու միացավ նաև աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը Տարոն Աճեմօղլուն, ով կօգնի մեզ մշակել Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը։ Հաշվետու միջոցառումից հետո շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին։ Իր խոսքում նա նշեց, որ չնայած մեր ձևով շարժումը չի նախատեսում միավորվել որևէ այլ քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ բաց է համագործակցության համար յուրաքանչյուր անհատի հետ, ով ունի մասնագիտական փորձ եւ մաքուր կենսագրություն անկախ կուսակցական պատկանելությունից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են վերանում մեր ազգային սիմվոլներն ու արժեքները, մինչդեռ հակառակորդը ամրապնդում է իր դիրքերը, իսկ մենք հաճախ մնում ենք պասիվ դիտորդի դերում։ Յուրաքանչյուր ուժ, որ իշխանություն գալու հավակնություն ունի, պետք է նպաստի մեր երկրի հզորացմանը, որպեսզի միշտ մեկ քայլ առաջ լինենք մեր հարևաններից, նշեց Նարեկ Կարապետյանը, ներկայացնելով շարժման դիրքորոշումը առաջին հաշվետու ժողովի ընթացքում։ Անդրադառնալով հետցի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ սակագնի հաստատումն իրականացրել է ՀԾԿՀ-ն, որի նախագահին նշանակել է քաղաքացիական պայմանագիրը, իսկ մնացած բոլոր ծախսերն իրականացվել են Սամվել Կարապետյանի անձնական միջոցներով։ Վստահ եղեք, հեծում ինչ արվել է մեր կողմից, ընկերության սեփականատերերի կողմից, եղել է տրամաբանություն դրա տակ, բայց չեմ ասում, որ այդ ընկերությունը չուներ խնդիր։ Այդ ընկերությունը շատ խնդիրներ ուներ, ինչպես ոռոգման համակարգը ունի, ինչպես ջուրը ունի, ինչպես երկրում ճանապարհները ունեն։ Մենք $100 միլիոն ներդրում ենք տարին արել։ Մոտապես 800,000 ձեր տներում կտեսնեք հաշվիչներ է փոխվել։ Կարայինք չանեինք, արել ենք ամեն տարի։ Երբ որ ասում են մի բան թանկ է կառել, հարգելի հայրենակիցներ, շատ պետք է ուշադիր լինենք։ Թանկը մենք մեր հաշվին, մեր ներդրումը երբ որ անում ենք, մենք ենք որոշում թանկ ենք առնում, թե էժան ենք առնում։ Սակագինի մեջ մտցնելը դա որոշում է պետությունը ու պետական չինովնիկը ում նշանակել է ՔՊ-ն։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը երկրորդ անգամ դառնա ընդդիմություն, հայտարարեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական հարցը, արմատական հարց է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ։ Եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի եւ իշխանությունը կարողանա պահել այն, իշխանությունը կարողանա, իշխող ուժը կարողանա իշխանություն պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Մենք տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը պահելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Ինձ թվում է նա ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Խոսելով շարժման քաղաքական ուժ դառնալու հավակնությունների մասին, Կարապետյանը նշեց, որ վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի այն ժամանակ, երբ մեր ձևով շարժումը կդառնա քաղաքական ուժ։ Մեր ձևով շարժման կայուն աճը եւ ընդլայնվող գործունեությունը վկայում են, որ Հայաստանում ձևավորվում է նոր հանրային ուժ, հիմնված ոչ թե խոսքերի, այլ իրական գործերի վրա։ Շարժման գաղափարախոսությունը միասնության, աշխատանքի եւ ազգային արժանապատվության վերականգնման գաղափարը աստիճանաբար դառնում է հազարավոր քաղաքացիների հույսն ու հավատը։ Այն արդեն դուրս է գալիս Երևանի սահմաններից, վերածվելով համազգային շարժման, մեր ձևով, մեր ուժով եւ մեր ապագայի համար։